Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մարտի 6-ն է, օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանը պատրաստ է ցույց տալ իր ուժը ցանկացած չար ուժի դեմ։ Համաշխարհային առաջնորդները դատապարտում են Նախճիվանի վրա հաբեկչական հարձակումը։ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Իրանական կողմին բազմից տեղեկացվել է հատկապես անցյալ տարի տեղի ունեցած բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չօգտագործվի որևէ հարևան պետության դեմ։ Այս մասին մարտի 5-ին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մենք դա թույլ չենք տա, ինչպես որ երբեք թույլ չենք տվել, որովհետև դրա համար որևէ հիմք չկար։ Ադրբեջանը ոչ այն ժամանակ, ոչ էլ այս անգամ չի մասնակցել Իրանի դեմ գործողությունների եւ չի մասնակցի, որովհետև սա մեր դիրքորոշումն է։ Մենք որևէ շահագրգռվածություն չունենք հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում եւ մեր քաղաքականությունը թույլ չի տալիս դա։ Մենք պաշտպանում ենք եւ պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինչպես որ վերջ ենք դրել հայկական օկուպացիային, այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ եւ թող Իրանը չմոռանա դա։ Նրանց կողմից կատարված այս հաբեկչական գործողությունը, ինչպես նաեւ մյուս բոլոր տգեղ գործոնները մեծ անշնորհակալության օրինակ են։ Վերջին իրադարձությունների տեղ ունենալուն պես մենք նրանց հաղորդագրություն ուղարկեցինք եւ մեր ցավակցությունը հայտնեցինք։ Բոլոր հանրականները տրվել են։ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, կտրվի բողոքի նոտա եւ կձեռնարկվեն այլ դիվանագիտական քայլեր։ Սահմանի վերաբերյալ տրվել են համապատասխան հանրականներ, ասել է Ալիևը։ Մեր զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, պետական սահմանային ծառայությունը եւ մյուս հատուկ նշանակության ուժերը պատրաստ են ցանկացած գործողություն իրականացնելու։ Առայժմ այսքանը։ Մենք ադրբեջանական ժողովրդին կտեղեկացնենք գործընթացների ընթացքի մասին։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժի դեմ կտեսնի մեր երկաթե բռունցքը, ասել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մարտի 5-ին հեռախոսազրույց տեղ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։ Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղ ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ։ Կողմերը մտահոգություն են հայտնել եւ ընդգծել լարվածության հետագա սրման նպաստող քայլերից զերծ մնալու կարեւորությունը։ Ջեյհուն Բայրամովի իր հայ գործընկերոջը տեղեկացրել է Մարտի 5-ին Ադրբեջանի Նախճիվանի Ինքնավար Հանրապետության դեմ իրականացված անօթաչու թռչող սարքերի հարձակումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել են խաղաղ բնակիչներ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Նախարարները նաև նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովման կարևորությունը եւ մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Միջազգային հանրությունը դատապարտեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Նախճիվանի Ինքնավար Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը անօթաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Տարբեր երկրների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները խստորեն դատապարտեցին Իրանի հարձակումը եւ համերաշխություն հայտնեցին Ադրբեջանին։ Թուրքիայի նախագահը դատապարտել է Իրանի կողմից Նախճիվանի Ինքնավար Հանրապետության վրա անօթաչու թռչող սարքերի հարձակումը եւ իր աջակցությունը հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ իր հեռախոսազրույցի մասին։ Եղբորս Իլհամ Ալիևի զրույցում ես ափսոսանք հայտնեցի եւ դատապարտեցի Նախճիվանի Ինքնավար Հանրապետության վրա հարձակումը, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը X-ի էջում գրել է, որ Նախճիվանի վրա իրանական երկու անօթաչու թռչող սարքերի հարվածները բացարձակապես անընդունելի են։ Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաեւ Կաթարը, Սաուդյան Արաբիայի թագավորությունը, Լիտվան, Մոլդովան, Քուվեյթը, Ֆրանսիան, Ղազախստանը, Վրաստանը, Ուկրաինան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ եւ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ։ Ադրբեջանի նախարարների կաբինետը հայտնել է Իրանի հետ պետական սահմանով բեռնատարների տեղաշարժը կասեցնելու որոշման մասին։
Հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները խախտող հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը, նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի բոլոր անցակետերով բեռնատարների տեղաշարժը ամբողջությամբ կասեցնելու մասին, հայտնել են գերատեսչությունում։ Այսօր համաշխարհային մամուլում շրջանառվող հիմնական թեմաներից մեկը դարձել է Իրանի անօդաչող թռչող սարքերի հարձակում Ադրբեջանի տարածքի վրա։ Հոդվածներում հատուկ ուշադրություն է դարձվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից երկրի անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարություններին։ Առաջատար լրատվամիջոցները լուսաբանել են Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունը, ով Նախճիվանի վրա իրանական անօդաչող թռչող սարքերի հարձակումը որակել է ահաբեկչական գործողություն։ Մասնավորապես բրիտանական The Independent թերթը շեշտում է, որ նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Իրանին անհիմն ահաբեկչության եւ ագրեսիայի մեջ եւ հայտարարել, որ բանակին հանձնարարվել է պատրաստել եւ իրականացնել պատասխան միջոցառումներ։ Ադրբեջանի նախագահի այս թեմայի վերաբերյալ հայտարարությունները հրապարակվել են իրանական ռադիո Ֆարդայի եւ ռուսական Վեդոմոստի թերթի կողմից։ Ֆրանսիական France 24 հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է հակահարված տալ Իրանին ահաբեկչական հարվածի համար։ Իր հերթին Times of Israel մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքերը, որ Իրանը կզղջա Նախճիվանի վրա դրոններով հարձակման համար։ Կոմսոմոլսկայա Պրավդան հաղորդում է, որ Իլհամ Ալիևը պահանջել է Թեհրանից ներողություն խնդրել Նախճիվանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են Իրանում ղեկավարության լիակատար փոփոխություն։ Այս մասին NBC-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է մի քանի տեխնացուների, որոնք կարող են Իրանում ստանձնել իշխանությունը։ Մենք ուզում ենք գալ եւ մաքրել ամեն ինչ։ Մենք ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Մենք ուզում ենք մի քանի մարդ, ովքեր կարծում եմ կարող են լավ կատարել այդ աշխատանքը, ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ցուցակում ընդգրկված մարդիկ չզոհվեն ռազմական գործողության ընթացքում։ Այո, մենք նրանց հետևում ենք, ասել է նա։ Մինչ օրս Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով Իրանից Ադրբեջանի տարածքով տարհանվել է 46 երկրի 1341 քաղաքացի։ Փետրվարի 28-ի առավոտյան ժամը 8:00-ից մինչև մարտի 5-ի երեկոյան ժամը 6:00 սահմանահատել է Ադրբեջանի 273 քաղաքացի։ Բացի այդ Ադրբեջանի սահմանով Իրանից տարհանվել են Չինաստանի 402, Ռուսաստանի 262, Տաջիկստանի 111, Պակիստանի 88, Օմանի 46, Իսպանիայի 20, Սաուդյան Արաբիայի 18, Իրանի 11, Վրաստանի 10, Բրազիլիայի 8, Բելարուսի 7, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սլովակիայի 6-ական, Սերբիայի եւ Նիգերիայի 5-ական, Հորդանանի, Շվեյցարիայի եւ Ճապոնիայի 4-ական, Կատարի, Բանգլադեշի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Մեքսիկայի, Ֆիլիպինների, Ղազախստանի, Թուրքիայի եւ Խորվաթիայի 3-ական, Նեպալի, Իտալիայի, Ղրղызստանի, Եմենի, Չեխիայի եւ Մեծ Բրիտանիայի 2-ական, Լեհաստանի, Թունիսի, Լիբանանի, Հնդկաստանի, Մյանմայի, Մալդիվների, Կուբայի, Հարավային Աֆրիկայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Կանադայի եւ Գերմանիայի 1-ական քաղաքացիներ։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։
Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ։ Մարդիկ ապագա չեն տեսնում հարազատ երկրում, որտեղ համատարած գործազրկություն ու աղքատություն է տիրում, ինչը հազարավոր մարդկանց ստիպում է լքել հայրենիքն ու մեկնել այլ երկրներ, աշխատելու, փող վաստակելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Արտագաղթի պատճառով բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ այսօր կանգնած են դատարկման եզրին։ Դրանց թվում է Շիրակի մարզի Զույգախպույտ գյուղը, որտեղ կյանքը կարծես կանգ է առել։ Տեղի բնակիչները ահազանգում են, որ երիտասարդները փախչում են գյուղից։ Հակին մարդ արդեն գյուղից հեռացել են քաղաք, շատ հիասթափված ենք։ Գյուղացի կողքին չէ պետությունը, հասկնաս կը։ Օրինակ սուբսիդավորին, ժողովրդին օգնեն, փոխհատուցումներ տան։ Զույգախպյուրի փակ տներն ու դատարկ փողոցները վկայում են գյուղի ահագնացող ճգնաժամի մասին։ Ապագա չկա ոչ միայն երիտասարդների, այլև համենքի համար, բողոքում են գյուղացիները։ Գործարան չկա ստեղ, աշխատանք չկա, էդ է։ Կողմնել են կան դժվար է, արդեն տարեկս վեցել է, էլ առաջապես չեմ կարնա, եսել են է։ Հնարավորություններն է եսը կփախնում ստեղից, բայց հնարավորություն չկա։ Որ է ստաց։ Քաղաքեստաց թանկ, տները աշխատանք չկա։ Ճանապարհները կբացվեն, Թուրքիայի հետ սահմանը կբացվի։ Տեսնենք, եթե լավ լեղելի սահմանը բացվի մեզի համար, ուրախ ենք։ Ցերավոր գյուղերն անտեսեն են լրիվ։ Ժողովուրդը դրա պատճառով հեռանում է այստեղից։ Քանդվել է գյուղը։ Բացարձակ համարյա բնակություն չկա։ Այնքան վադեր որ սա հեշ մեկը տիրություն չէին եսի մեր գյուղը սա գյուղացի թողի գնացի։ Իրավիճակը մտահոգիչ է նաև Հայաստանի այլ վայրերում։ Լրագրողի զրույցում քաղաքացիները բողոքել են, որ իրենց կյանքը անտանելի է դարձել։ Ոչ մի լավ բան։ Ինչը լավ չի։ Իսկի շնորհով։ Արտաքին քաղաքակրթությունից սկսած ներսին է հետ։ Ուզում եք ստեղից փախնենք Պասկաստանի, մայ Պասկաստանի չեմ փախնում, չեմ բանում, դեռ չունեն գնալու։ Դուն սաղ թողած, ամերիկ թողած, մեր գերեզմանը զոհված թողած, սաղ թողած եկած թե վարձով եմ ապրում։ Մի հավա բունում ապրում եմ 80,000 փող եմ տալիս, ոչ մի տեղը գործ չեն ուտնում։ Հետո այդ է միջակը, ջիգա, ինչ ասեմ քեզ։ Թոշակով ինքը կարա ապրել, դու կարա կապրել 40,000-ով։ Թոշակները բարձրանա միսը ոսկորոտ միսը դարելա 4,000 դրամ։ Թող բարձրանա, ո՞ս պետք է։ Գները թողնայի, դες ինչքան է բարձրացել։ Երկիրը քանդվել է, ինչ օգնություն։ Ինչ օգնություն։ Էս երկիր է։ Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները անվստահ են։ Հետպատերազմյան քաղաքական խոր ճգնաժամը այժմ էլ նախընտրական լարվածությունը տագնապ է առաջացրել մարդկանց շրջանում։ Նրանք չեն հավատում բարեփոխումներին, ունեն վախեր ապագայի նկատմամբ եւ շարունակում են ապրել ապաթիայի, անհանգստության եւ հիասթափության մեջ։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։